Բարի լույս։ And greetings from America. Ուզում եմ ձեզ ողջունել Միացյալ Նահանգներից։ My wife greets you. Իմ կինը մասնավորապես ողջունում է ձեզ։ My 6 children greet you. Իմ 6 զավակները ձեզ ողջունում են։ And their spouses greet you. Նրանց կանայք նույնպես ձեզ ողջունում են։ And our 20 grandchildren greet Եվ you. նաև 12 թոռնիկ ունեմ, 22, կներեք, 22 թոռնիկ, 20, հալա 22, 20, sorry. 20 20 թոռ, grandchildren. 5, 10, Ինչ ժամանակով 15, 20. 12 էր երևի շատ ասել։ Now, let me just ask, how many of you have 10 grandchildren? Ուզում եմ հարց տալ, ձեզանից ովքեր են, որ ունեն 10 թոռ։ Ես էլ ճանապարհին եմ ասա։ He's on the way to having 10. Good, good. Does anybody have more than 20? Կա ինչ որ մեկը որ լավ 20-ից ավել թոռ ունի։ Now, you may think that's a blessing to have 20 grandchildren. Ձեզանից հիմա ոման կարող է մտածեն, որ այդ օրհնությունը 20 թոռ ունենալ է։ But you must understand my wife. Բայց դուք պետք է նաև իմ կնոջը հասկանաք, Whatever money I have, she's giving it away. որտեվ ինչ գումար ես որ ունեմ իր մոտ պած, սաղ տենում եմ չկա, ինքը ուղղակի իրենց վրա ծախսում է։ Yeah, it's birthday gifts. Գնաց սկզբից ծնունդներ, չէ՞, ծննդյան նվերներ պետք է անել, It's Christmas gifts. հետո նոր տարվա նվերներ, It's every kind of gift in the world. My money is going to my grandkids. կապ չունի այս աշխարհում ինչ տեսակի որ նվեր պետք է արվի, իմ գումարը դրա վրա գնում է, ծախսվում է։ But it is a joy and a blessing. Բայց դա ուրախություն եւ օրհնություն է իմ համար։ Yeah, I want to say yesterday was a high point for me. Ուզում եմ ասել, որ երեք շատ sense լավ օր էր իմ համար, իշարժան օր էր։ I'm so thankful to Pastor Edward Ես շատ շնորհակալ եմ Հովիվեձիկին and the leadership team here. եւ այն մարդիկ, ով այդ առաջնորդության թիմին, որ երեք եղել են, They arranged a seminar that I could present. եւ այն բոլոր մարդկանց, ովքեր որ այդ ամբողջ սեմինարը կազմակերպեցին, որ ես կարողացա այդ իմ ներկայությունով ապահովել։ It exceeded my wildest expectations. Նույնիսկ իմ պատկերացումները գերազանցեց դա։ Every seat was taken. Բոլոր նստարանները այսպես ասած լցված են, հա, տեղերը It was an նստած են all-day մարդիկ։ seminar. Sorry։ All-day seminar lasted the whole day. Հա, քանի որ ինքը ողջ օրը տևեց, հա, այդ սեմինարը։ And when you're speaking at a seminar, Երբ որ դուք սեմինարի ժամանակ խոսում եք, the person who got blessed the most այն մարդիկ, ում որ Աստված ամենից օրհնում է, was me. դա ես եմ եղել։ Yeah. To look at the faces of the wonderful people there, Երբ որ նայում ես այդ հրաշալի մարդկանց դեմքերին, to experience their love and their courtesy to me եւ այդ ժամանակ դու ոնց որ զգում ես այդ մարդկանց սերը դեպի քեզ, was just unbelievable. դա ուղղակի անհավատալի է։ Yeah. So I want to thank Pastor Edward and Stella, who was the translator. Նա ուզում եմ նորից Հովիվեձիկի շնորհակալություն այդտեղ լեև նաև Ստելային, որը որ թարգմանեց այդ ողջ ընթացքում, And everybody who helped out. եւ յուրաքանչյուր այն մարդու, որ օգնեց, So many որ people դա on տեղի ունենա։ staff helped out. Որտեղ շատ այդտեղ կողքից օգնողներ կային, հա, որ դա իրականություն դարձրեցին։ So I want to ask you to give them a round of applause. Եվ ես ուզում եմ, որպեսզի ուղղակի հիմա միասին ծափարություններ տանք այդ բոլոր մարդկանց։ Now I have one favor to ask. Բայց ես մի բան կա, որ ուզում եմ ձեզանից խնդրեմ։ You have no idea how beautiful you look right now. Դուք ուղղակի չգիտեք, թե ինչ գեղեցիկ եք հիմա բոլորդ։ Yeah, this is a picture for Facebook. Ասեմ, որ սա հիմա Facebook-ի նկարի տեղ I'm կարող է going to գնալ։ ask Stella, can I have my camera or come up here and take a picture? Ինձ թվում է հասկանալի է, չէ՞, ստելայից ինչ So I want you all to smile now, all Խնդրում եմ, right? որպեսզի բոլորը ժպտակ, Big smile. լավ, լայն ժպտակ։ Չէ, դուք փողը չեք տվել։ Thank you, Stella. She must take a photo of them separately because That's it's right, yeah. Well, let's go to the Lord in prayer. Եվ եկեք աղոթքով սկսենք։ Father God, I thank you for this church. Հայր Աստված, ես քեզ շնորհակալ եմ այս եկեղեցու համար։ I thank you for the love that I feel. Այն սիրո համար, որ ես այստեղ զգում եմ։ I thank you for the Holy Spirit that is moving through this room right now. Շնորհակալ եմ քեզ Սուրբ Հոգու համար, որ հիմա այստեղ գտնվում է մեր մեջ։ And Father, I thank you for Jesus Christ our Lord. Եվ շնորհակալ եմ քեզ Հիսուս Քրիստոսի համար, մեր Տիրոջ համար։ The love of our Savior who died for us. Այն սիրո համար ենք շնորհակալ մեր Փրկչի, որը որ մահացավ մեր համար։ So Father, give me the words to say.
Եվ Տեր ջան, խնդրում եմ ինձ տուր խոսքեր, որ ես կարողանամ խոսել, Let me be your servant. Let me speak your words. թույլ տուր, որպեսզի ես լինեմ քո ծառան եւ քո խոսքը փոխանցեմ։ And all that I say or do, let me honor you today. Եվ ինչ էլ որ անեմ ու ասեմ, թույլ տուր ինձ, որպեսզի քեզ դրանով պատվեմ։ In Christ's name I pray. Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցի։ Amen. Ամեն։ We're going to talk about one of my favorite psalms. Մենք այսօր խոսելու ենք իմ ամենասիրելի Սաղմոսներից մեկի մասին։ And it's Psalm 148. Սաղմոս 148։ It's a beautiful psalm. Շատ հրաշալի սաղմոս է, It cries out to God. եւ այստեղ Տիրոջը օրհնելու մասին է, գովաբանելու մասին է։ And it talks about praising God, praising God. Եվ այստեղ անդադ խոսում է օրհնելու մասին, օրհնեցեք Տիրոջը։ You know, sometimes we give our prayers to God, don't we? Տեսեք, մենք շատ հաճախ աղոթում ենք, չէ՞ Տիրոջը, չէ՞։ When we're sick or when we're feeling bad, Երբ որ մենք հիվանդ ենք կամ մեզ վատ ենք զգում, when bad things have happened, կամ ինչ որ վատ բաներ են պատահում մեր կյանքում, we go to the Lord in prayer, don't we? մենք գալիս ենք Տիրոջ առջև եւ աղոթում ենք նրան, չէ՞։ But it's important at all times to praise God. Բայց շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ժամանակ մենք օրհնենք Տիրոջը, գովաբանենք նրան։ Praise God under all circumstances. Բոլոր յուրաքանչյուր հանգամանքում, իրավիճակում պետք է փառքտանք Աստծուն կամ So let's take a Օրհնենք look Տիրոջը։ at Psalm 148. Եվ սրա համար եկեք նայենք Սաղմոս 148-ը։ And Psalm 148 is broken out into 4 acts. 4 acts. Սաղմոս 148-ը բաժանված է 4 ակտերի։ It's almost like a drama, a theater drama in 4 acts. Պատկերացրեք ինչ որ ներկայացում, որը որ 4 էպիզոդից կամ 4 ակտից է բաղկացած։ And Act 1 goes from verse 1, Առաջի հատված, այսպես ասենք, կամ ակտը դա առաջի համարից է սկսվում verse 1 to verse 6. մինչև 6-րդ համար։ So go ahead and read that. Okay, եւ առաջի համարից մինչև 6-րդ համարը ներառյալ ես կընթերցեմ։ Օրհնեցեք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան բարձրունքումը, օրհնեցեք նրան, ով նրա ամեն հրեշտակներ, օրհնեցեք նրան, ով բոլոր զորքեր։ Օրհնեցեք նրան, ով արեգակ ու լուսին, օրհնեցեք նրան, ով ամեն լուսավոր աստղեր, օրհնեցեք նրան, ով երկնից երկինք եւ ջուրեր, որ երկնքի վրա եք։ Թող Տիրոջ անունը օրհնեն, որովհետև նա հրամայեց եւ նրանք ստեղծվեցան, եւ նրանց կանգնեցրեց մինչև հավիտյանս հավիտենից։ Կանոն դրավ, որ չի խափանվի։ Ամեն։ Now, the way Psalm 148 is structured, Ինչպես որ այս 148 Սաղմոսը կառուցված է կամ կառուցվածքը սրա, հա, it starts out at the highest heavens. սա սկսվում է ամենաբարձր կետից կամ երկնքից, The highest heavens are to praise God. այսինքն երկնքից սկսում են Տիրոջը օրհնել, In verses 7 through 10, եւ արդեն 7-ից մինչև 10 համարները the earth is to praise God. սկսում է երկիրը արդեն Տիրոջը օրհնել կամ գովաբանել։ In verses 11 and 12, all people are to praise God. Տեսեք, 11-12 համարները արդեն բոլոր բնակիչները երկրի վրայից սկսում են օրհնել Տիրոջը, And then in verses 13, 14 and 15, եւ 13-14 մեր մոտ համարներում, այնտեղ իր մոտ 15 էլ կա, or 13 and 14, they give Yeah. the reasons for praising եւ God. 13-14 համարները այլ կերպ ասած ասում են պատճառը, թե ինչու մենք պետք է իրեն օրհնենք։ Now let's take a look at verse 1. Եվ եկեք սկսենք առաջի համարից։ In English it says, praise the Lord from the heavens, praise him in the heights. Անգլերենում ասում է օրհնեցեք Տիրոջը կամ գովաբանեցեք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան բարձրունքից կամ բարձրունքում։ Now you have to look at the Hebrew. Բայց մենք այստեղ պետք է նայենք եբրայերենին։ The word for praise is halal. Halal. Այս օրհնեցեք բառը եբրայերենում հենց հալալ կամ հալելույա բառն է, այսպես ասած մի They անգամից է։ call that an imperative, a command. You Եվ praise. եւ you այս praise. բառը, որը որ տված է, ինքը հրամայական ոճով է տված, այսինքն պետք է օրհնել, այո, պարտադրական է, այսպես ասած։ Now, if the word for praise is halal, Եվ եթե այդ բառը հենց այդ հալալ բառն է, որը որ այդտեղ օգտագործված է եբրայերենով, the second person plural imperative is hallelu, hallelu. երկրորդ ձև է բառի դա հալելուն է, այսինքն So the Hebrews would say, hallelu, hallelu. այսինքն կրողը, որը պետքա դա անի,
այնց արդեն հալելու բառն է ասում։ Եվ հիմնականում հրեաները ասում են հալելու, հալելու։ Now, the word for Lord is Yahweh, Yahweh. Եվ Տիրոջ կամ Տեր բառը այստեղ որ գրած է, դա Յահվե բառն է եբրայերենով։ Yeah. Now, the word Yahweh is a sacred word in the Hebrew. Եվ գիտեք, չէ՞ որ դա սուրբ բառ է եղել Յահվե բառը հրեաների համար։ It's called the Kethiv and Kare. Yahweh is what is written, but they're not allowed to say it. Այսինքն դա մի հատ բառ էր, որը որ գրված էր, բայց իրենք դա արտասանելու իրավունք չունեն, արգելված էր նրանց այդ Յահվե բառը արտասանել։ So in seminary, I had to read Hebrew. Եվ երբ որ սեմինար է լինում, սեմինարաների ժամանակ կամ ընդհանրապես, հա, ինստիտուտում, երբ որ ես ընթերցում եմ եբրայերեն։ And every time I came to the word Yahweh, Եվ երբ որ ես հասնում եմ Յահվե բառին, Yahweh is what was written, Յահվեն դա այն է, ինչ որ գրված է, գրի առնված, but we had to say Adonai, Adonai. բայց մենք պետք է ժամանակ կարդանք այդ բառը ու արտաբերենք Ադոնայ, ոչ թե Յահվե։ And Adonai means the Lord. Եվ Ադոնայ նշանակում է Տեր։ Նորից։ The word, the shortened form, Եվ ավելի կարճ ձևը, the shortened form of Yahweh is just Yah. եւ կարճ ձևը Յահվե բառը դա Յանա։ So in Hebrew, you know what this is? Եվ գիտեք եբրայերենում ինչ է այդտեղ գրված լինում կամ ասում։ Hallelujah. Վերջում Hallelujah. հալելույա, հալելույա։ Յան հենց այդ Յահվե յա կարճ ձևն է ասելու։ So in English and in Armenian, they say, praise the Lord, praise the Lord. Եվ թե անգլերենում, եւ թե հայերենում ասում է օրհնեցեք Տիրոջը But what's կամ really, օրհնեցեք նրան։ what is really written in the Hebrew Բայց իրականում ինչը որ գրի առնված եբրայերենում, is hallelujah, Yeah. hallelujah. մի անգամից հալելույա, հալելույա մի բառով էսպես։ Yeah. You just sang a song, didn't you? Եվ մի քիչ առաջ մենք էլ երեք երգեցինք, չէ՞։ Հալելույա, հալելույա այդ մեջ է։ Now, I don't know Armenian, Ես ճիշտ ասած հայերեն չեմ հասկանում, but I heard the word hallelujah. եւ ես մի hallelujah. անգամից իմ ականջս պես ասած բռնեց հալելույա բառը, And what you were really singing was, եւ իրականում ինչը որ դուք երգում եք այդ ժամանակ, praise the Lord, praise the Lord. դուք այդ ժամանակ երգում եք օրհնեցեք Տիրոջը, գովաբանեցեք Տիրոջը։ So you learned something today, didn't you? Եվ այսօր ինչ որ բան սովորեցիք, չէ՞։ In America, everybody says hallelujah, hallelujah. Մի Ամերիկայում գիտեք, սովորական բառը հալելույա են ասում արդիկ անընդհատ։ If you go out for a nice meal at a restaurant, Երբ որ դուք գնում եք երեկոյան լավ ընթրիքի, հա, ինչ որտեղ ռեստորանում, I saw a person at a restaurant 2 weeks ago. երկու շաբաթ առաջ ռեստորանում մի անձի հանդիպեցի, The person was drinking a beer and eating a steak. ստեյք էր ուտում, զուգահեռ գարեջուր էր խմում, And the waiter walked up երբ որ մատուցողը մոտեցավ, and the waiter said, how was the food? ասաց ձեզ դուր է գալիս սնունդը, And the person said, hallelujah, hallelujah. հա, եւ այդ անձը ինչ ասում, ասում հալելույա, հալելույա։ The person had though like 6 beers, 6 beers. Եվ այդ երեկո ինքը 6 հատ պիվա, այսպես Yeah, he ասած, didn't կամ know what he գարեջուր was խմեց, հա։ Վեց անգամ ասել։ So. He had no idea what he was saying. Եվ հարցն ամեն չէ որ այդ մարդը բարեզբուն իմաստով պատկերացում չունի, երբ որ ինքը ասում է հալելույա, ինչ է ասում։ But that word hallelujah is a sacred word. Այսինքն հալելույա բառը դա սուրբ բառ է, որ օգտագործվել է։ That is what Psalm 148 is all about. Եվ 148 Սաղմոսը հենց այդ բառի մասին է, կամ ամբողջը դրա մասին է։ So next time you sing that song Եվ մյուս անգամ երբ որ այս երգը երգեք, and you sing hallelujah, hallelujah, երբ որ տենց հալելույա, հալելույա ասեք, you're praising God. այդ ժամանակ դուք ուղղակի օրհնում եք Տիրոջը կամ գովաբանում եք Տիրոջը։ Now in these first 6 verses, the heavens are to praise God. Եվ առաջի 6 համարներում երկինքն է գովաբանում կամ օրհնում Տիրոջը։ It says hallelujah, hallelujah from the heavens, praise him in the heights. Օրհնեցեք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան բարձրունքում, ինչպես առաջի համարում է It ասվում։ says hallelujah, hallelujah, all his angels praise him, all his hosts. Տեսեք, օրհնեցեք նրան, ով նրա ամեն հրեշտակներ եւ բոլոր զորքեր։ All of the heavens are to praise God. Ողջ երկինքը օրհնում է կամ գովաբանում է Տիրոջը։ The sun and the moon, it says praise him, hallelujah, sun and moon, praise him, stars of light. Եվ ինչ ասում շարունակության մեջ արեգակ ու լուսին օրհնեցեք նրան, լուսավոր աստղեր օրհնեցեք նրան։ When you go out at nighttime and you look at the stars, Երբ որ դուք երեկոյան զբոսնում եք եւ տեսնում եք աստղերը, who created the stars? ով է ստեղծագործը այդ աստղերի։ Who created the sun and moon? Ով է արարիչը արևի եւ լուսնի։ The mere fact that they exist Եվ այն որ այդ հրաշալիքները կան, գոյություն ունեն,
The fact that the sun, moon, and stars exist, Եվ փաստը, որ այս արևը, լուսին եւ աստղերը առկա են, գոյություն ունեն, they bear testimony, they cry out, hallelujah, այսպես ասած hallelujah. իրանք իրանց վրա կրում են այն վկայությունը, որ իրանք ունեն արարիչ եւ հենց իրանց գոյությամբ իրանք այսպես ասած օրհնում են Տիրոջը։ The sun, moon, and stars don't speak like Մենք you գիտենք, չէ, and I, որ թե ոչ արևը, ոչ լուսինը, ոչ աստղերը չեն խոսում, որ դա կարողանան արտաբերել։ but their mere existence, the fact of their reality, Եվ միայն այն փաստը, որ իրանք ուղակի գոյություն ունեն, իրական են, they praise God. դրանով իսկ արդեն իրանք օրհնում են Տիրոջը։ The fact that they're there, they say, hallelujah, hallelujah. Եվ այդ փաստը, որ իրանք այդտեղ կան, նորից եմ կրկնում, խոսում են նրան մասին, որ իրանք օրհնում են And it Տիրոջը։ says in verse 4, praise him the highest heavens. 4-րդ համարում ասում է օրհնեցեք նրան երկնից երկինք։ And verse 5 is a beautiful verse, just beautiful. Եւ 5-րդ համարը շատ գեղեցիկ հրաշալի համար է։ Let them praise the name of the Lord, for he commanded and they were created. Թող Տիրոջ անունը օրհնեն, որովհետեւ նա հրամայեց եւ նրանք ստեղծվեցան։ You know, people don't understand creation. Շատ մարդիկ արարչագործությունը չեն հասկանում, God spoke it into որտեվ existence. Աստված ասեց, խոսք ասեց եւ նրանք ստեղծվեցին։ He spoke it. Նա ուղղակի ասեց դա։ And he established them forever. Nothing will take away from the highest heavens. Եվ նա հաստատեց դրա եւ ոչ մի բան այդ վերին երկինքը կամ երկինքը չեն կարող ուղղակի վերացնել այն, God is in the heavens surrounded by the angels. որտեվ Աստվածի այդ երկնքում է գտնվում շրջապատված հրեշտակներով And he has made a decree. He has made a decree. եւ ինքը հրամայեց, He's not going away. որ այն ինչ որ ինքը ստեղծեց, այսինքն երկինքը ուղղակի չի կարող վերանալ։ The heavens are not going away. Այսինքն երկինքը չի կարող վերանալ, այն հավիտյան է։ The heavens are eternal. Հավիտյան է երկինքը։ Մտքերը կար։ Are you eternal? Իսկ դուք հավիտյան եք։ Oh, you are. Հա, այո։ The minute you trusted in Jesus Christ as your Lord and Savior, Այն վարկենը րոպեն, երբ որ դուք ձեր կյանքը հանձնեցիք ու վստահեցիք մեր փրկչին ու Տիրոջը, and you believe in his death, burial, and resurrection, երբ որ դուք հավատացիք նրա մահվանը, թաղմանը եւ հարությանը, you're sealed by the Holy Spirit who is in you right դուք now. կնքված եք Սուրբ Հոգով, որ ձեր մեջ է։ Ephesians 4:9 says, "Be not drunk with wine, Եփեսացիս 4-ին ասում է՝ մի արբեցեք գինով, but be filled with the Spirit այլ լցվեցեք Հոգով, Սուրբ Հոգով, who has sealed you until the day of redemption." որը որ ձեզ կնքեց մինչև հարության օրը։ Your soul, your spirit, you're eternal. Ձեր հոգին ինքը հավիտյան է։ Oh, your body may decay a little bit, sure. Ճիշտ է, ձեր մարմինը, ֆիզիկական մարմինը ոչ։ Yeah, let me see my body. I have cataract surgery in the last year. Իմ մասին կարող եմ ասել։ Ես ունեմ կատարակ, որ անցած տարի վիրահատել եմ։ I have hearing aids. Ես խնդրեմ ունեմ լսողության հետ, խնդիր Yeah, ունեմ։ I'm getting old. Look at my hair. Look how white it Ես is. քանի գնում ծերանում եմ, կարող եք իմ մազերին տեսնել, որքան սպիտակ են նրանք։ Yeah, I mean, I'm 76. 76 տարեկան եմ։ Yeah, and when I see my 20 grandchildren, Եվ երբ որ ես իմ 20 թորներին եմ նայում, they say, "Grandpa, you're getting old." թորներս ասում են ծերանում ես, պապի ջան։ But I don't care. I'm eternal in Christ. Բայց դա ինձ չի անհանգստացնում, որտեղ ես հավիտյան եմ Քրիստոսով։ You are eternal in Jesus Christ. Եվ դուք նույնպես հավիտյան եք Հիսուս Քրիստոսով։ You've been adopted, you've been sealed, you've been redeemed. Որտեղ դուք որդեգրված եք, դուք փրկագնված եք եւ դուք կնքված եք։ Now, let me ask you, how many of you don't like me? Կան ձեր մեջ մարդիկ, որոնք ինձ չեն հավանում։ Have any of you formed any opinions you don't like me? Կա ինչ որ կարծիք, որը դուք իմ մասին չեք I հավանում։ mean, come on. There must be somebody out there. who Ինձ թվում է, doesn't- դեմա ճպտում եք, բայց ինձ թվում է ոնց է չլի մի գոնե կլինեն մարդիկ։ Well, I'll tell you what. Let me just see. Yeah, okay. There's somebody out there who doesn't like me. Ես մտածում եմ, լավ, եթե ստեղ չէ, ապա չգիտեմ, այստեղից դուրս ինչ որ մեկը կա, որ ինձ չի հավանում։ Well, I got news for you. Բայց Աստված նորություն ունի այդ մարդուն։ You and I are brothers and sisters in Christ. Ես եւ դու Քրիստոսով եղբայրներ եւ քույրեր ենք։ Yeah. You and I, we're united. We're united. Մենք միասին ենք, միացված ենք, այսպես ասած, կապված ենք։ You're my brother and you're my sister. Դու իմ եղբայրն ես եւ դու իմ քույրն ես։ And through the Holy Spirit, we have unity in Jesus Եվ Christ. Հիսուս Քրիստոսով մենք այդ միություն ունենք
Հիսուսում, So I just want to say, Սուրբ Հոգով։ hallelujah, hallelujah. Եվ ես դրա համար ուղղակի ուզում եմ ասեմ ալելույա, The highest heavens praise God. որտեվ երկինքը, վերին երկինքը օրհնում է The Տիրոջը։ sun, moon, and stars, when you see them, they praise God. Եվ երբ որ դուք տեսնում եք արևը, լուսինը եւ աստղերը, դրանք nույնպես գովաբանում են Տիրոջը։ So you know what I want you to do today? Եւ այսօր գիտեք ինչ եմ ուզում որ անեք։ I want you to stay awake all night. Ուզում եմ ողջ գիշերը կամ երեկոն արթուն մնաք And at 3 in the morning, եւ գիշերվա 3-ին, ժամը 3-ին I want you to walk outside, դուրս գաք, look at the moon, նայեք լուսնին, look at the stars, աստղերին and scream with the loudest voice. եւ բարձր ձայնով գոռաք. Hallelujah, hallelujah. Ալելույա։ They will do it in Shorja. Because God created them. He spoke them into existence. Որովհետեւ Աստված է ստեղծել նրանց, արիչը նրանց եւ ինքը ասեց եւ նրանք գոյություն ունեցան։ Now we go from the high, we're going to Act 2. Եվ հիմա մենք երկրորդ էպիզոդ կամ երկրորդ ակտ ենք գնում։ Now it gets more interesting. Եվ տեսեք, ավելի հետաքրքրանում է ամեն ինչը։ Verses 7 through 10. Go ahead and read that, 7 through 10 again. 7-ից 10 համարներ ընթերցեմ։ Օրհնեցեք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։ Կրակ եւ կարկուտ, ձյուն եւ ծուխ են մրիկ քամի, որ նրա խոսքը կատարում եք։ Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր, կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թևավոր թռչուններ։ Yeah. The whole earth. We're going from heavens now to the earth. Մենք երկրից հիմա իջնում ենք երկիր։ Երկնքից իջնում ենք երկիր։ The great sea monsters, the giant whales. Ամենամեծ, այսպես ասած, ծովի կենդանիները կամ կետերը այս պայդրությամբ, The sharks and the octopus. ութոտնուկները, շնաձկները, All the great animals, they all praise God. բոլոր այդ մեծ կենդանիները պետք է օրհնեն Տիրոջը կամ գովաբանեն Տիրոջը։ Think of the ugliest animal you can think of. Կամ այս պահին ուղղակի ձեր մտաբերեք այն ամենատգեղ կենդանուն, որը որ դուք մտածում եք որ տգեղ է։ I hate crocodiles. Օրինակ ես ատում եմ բաներին, կոկորդիլոսներին։ Every now and then I will have a nightmare. I'll wake up Երբ որ ես գիշերվա ժամանակ ինչ-որ մղձավանջ եմ ունում ու արտանում եմ, and I have a dream of a crocodile dragging me in the water. սովորաբար ինչա լինում, ես այդ պահին պատկերացնում եմ, թե ոնց հենց կոկորդիլոսը սխմած հենց ատամների մեջ տանում ջրի մեջ։ And the crocodile does a roll, it turns over. Հետո սկսում է պտտվել կոկորդիլոսը։ And in my dream I wake up and I help me, help me. Ես արտանում եմ ու սկսում եմ բղավել, օգնեցեք ինձ, օգնեցեք։ But the crocodile drags me into the water. Բայց այդ պահին ինչքան ես գոռում եմ, այդ կոկորդիլոսը ինձ քաշում տանում է ջրի հատակը։ The great sea monsters. Hallelujah. Եվ hallelujah. նույնիսկ այս մեծ, հա, վտանգավոր գիշատիչ կենդանիները էլի օրհնում են Տիրոջը։ The birds of the air cry out, hallelujah, hallelujah. Եվ այս երկնքի թռչունները, որոնք թռչում են, իրենք նույնպես արտաբերում են ալելույա։ Now they don't speak Armenian or English, Եվ այս կենդանիները թվարկված իրանցից ոչ մեկ չի խոսում առավել եւս ոչ անգլերեն, ոչ էլ հայերեն։ but the fact that they exist, God created them. Բայց փաստը, որ նրանք գոյություն ունեն, նա մասին է խոսում, որ Աստված նրանց ստեղծել է։ Their mere existence cries out, hallelujah, hallelujah. Եվ իրենց այդ հստակությունը, որ իրանք ուղղակի գոյություն ունեն, արդեն իսկ այդ արտահայտությունը ալելույան արդեն անում է։ Yeah. Even fire and hail. Եվ տեսեք, անգամ ասում է ձյունը եւ ծուխը։ Կրակը, չգիտեմ, դժոխք էսպես ասած, այդ ինչը որ երբ տակն է։ Now this is a tough one for you. Տեսեք, սա մի քիչ բարդ հատված է։ In America, in California, they have bad fires. Ինչի համար եմ ասում, որտեղ օրինակ դուք տեղյակ եք, որ Կալիֆոռնիայում շատ ուժեղ հրդեհ եղավ, In Kansas and Nebraska, they have tornadoes. իսկ Կանզասում եւ Նեբրասկայում շատ հաճախ տորնադոներ են լինում։ And on the East Coast and in Texas and Mexico, they have hurricanes. Արևելյան ափում Տեխաս նահանգում եւ Մեքսիկայում հիմնականում մրրիկներ են լինում շատ ուժեղ։ Do they happen by accident? Ձեր կարծիքով դրանք պատահաբար են տեղի ունենում։ No. Ոչ։ They cry out, hallelujah, hallelujah. Եվ նույնիսկ այս իրադարձությունները իրենք նույնպես ասում են ալելույա Տիրոջը։ Notice it says fire and hail, snow and clouds, Տեսեք, ասում է կրակը եւ կարկուտը, ձյունը եւ ծուխը եւ մրիկ քամին, stormy wind, մրիկ քամին, they fulfill his word. նրանք նրա խոսքը կատարում են։ When the Creator God, when Yahweh says,
tornado, when Yahweh says hurricane, Երբ որ Տերը ասում է տորնադո կամ ասում է մրիկ, հա, այդ հողմը որ պետք է լինի, yeah, they come. դե ժամանակ գալիս են։ They fulfill His word. He Ինչի, commands it. ինչի, որովհետև նա է հրամանում նրանց եւ նրանք կատարում են նրա խոսքը։ I bet you never thought about it like that. Ես կարծում եմ, որ դուք դրա մասին չեք մտածել այդպես։ In America, they say this is the reason of climate change. Եվ շատերը ասում են Միացյալ Նահանգներում, որ սա ուղղակի կլիմայական փոփոխության արդյունք է, որ այսպիսի բաներ են տեղի ունենում։ And people will protest about too much smoke in the atmosphere. And all Եվ ինչ this. են անում, մարդիկ հիմնականում դուրս են գալիս այդ ցույցերի, որտեղ որ բողոքում են նրա դեմ, որ մենք այդ արտանետումներ ենք շատ հա թողում դեպի երկինք։ Well, we should take care of. God said that we are to till the land. We're to be good stewards. Տեսեք, բնականաբար մենք պետք է հոգ տանենք, խնամենք երկրի մասին, որովհետև Տերը այդպես հրամայել է, որպեսզի մենք անենք։ But all these things fulfill the word of God when He speaks. Բայց միևնույն ժամանակ, այս ինչի մասին որ խոսեցինք, սրանք ուղղակի կատարում են կամ իրականացնում են այն ինչը որ Տերը ասում է։ Yeah, you've got mountains and hills. Եվ հետո շարունակության մեջ տեսնում ենք սարեր եւ բլուրներ, You've got fruit trees. պտղաբեր ծառեր, You've got this beautiful camp on Lake Seven. կամ եւ մենք ունենք այս գեղեցիկ ճամբարի այդ տարածքը, չէ՞, Սևանում, որ պետք է գնանք։ God created that. Այդ ամեն ինչը Աստված է ստեղծել։ And they all cry out, hallelujah, hallelujah. Եւ նրանք բոլորը միասին ասում են ալելույա։ Yeah. Now listen to this. Beasts and cattle. Եվ շարունակությամբ ասում է կենդանիները եւ ամեն անասունները, And it says even creeping things, the little bugs. եւ անգամ այդ սողացող եւ փոքր միջատները, Yeah. How many of you like scorpions? զեզանից որոնք են, որոնք որ կարիճներ են սիրում։ The mere fact that they exist, Եվ անգամ են հաստա, որ իրենք գոյություն ունեն, they bear testimony to the Creator God. նրանք իրենց վրա կրում են այն, որ իրենք ստեղծված են եւ գոյություն ունի արարիչ։ Yeah. Let's go to the third act. Եվ եկեք տեղափոխվենք երրորդ The first սցենա act կամ was, երրորդ ակտ։ the first act was the highest heavens. Տեսեք, առաջինում դա երկինքն է կամ վերին երկինքն է, The second act, of course, is the whole earth and everything in it. երկրորդում տեսնում ենք երկիրը եւ այն ամեն ինչի որ երկրի վրա կա, And the third act is people, is you and իսկ I. երրորդում արդեն մարդիկ են, ես եւ դու ենք։ Go ahead and read verses 11 and 12. Եվ ընթերցենք 11 եւ 12 համարները։ Երկրի թագավորներ եւ ամեն ազգեր, իշխաններ եւ երկրի ամեն դատավորներ։ Չէ, երկրի թագավորներ եւ ամեն ազգեր, կներեք, իշխաններ եւ երկրի ամեն դատավորներ, երիտասարդներ եւ աղջիկներ, ծերեր տղաներով միատեղ։ Yeah, the kings and the presidents of the United States, Թագավորները կամ այլ կերպ ասած բոլոր նախագահները Միացյալ Նահանգների, they are to honor and praise God. նրանք պետքա պատվեն Տիրոջը։ People in authority are to recognize God. Եվ այն մարդիկ, ովքեր որ իշխանություն ունեն կամ ինչ որ լծակ ունեն այդ իշխանության, իրանք նույնպես պետքա ճանաչեն Տիրոջը։ Princes and judges are to praise God. Եվ նույնպես այդ դատավորներն էլ պետք է ճանաչեն կամ դատավորները նույնպես պետք է ճանաչեն Աստծուն։ Young men and young women, Երիտասարդները եւ երիտասարդ աղջիկներ եւ տղաները, այսպես ասած։ old men and children, Եվ ոչ միայն նրանք, այլ նաեւ ծերերը եւ մանուկները, they all praise God. նրանք բոլորը պետք է օրհնեն Տիրոջը։ This morning you had these beautiful children come. Եվ մի սկզբում պաշտամունքի տեսանք փոքրիկները, որ եկան այստեղ, չէ՞։ I didn't understand Armenian, Ես հայերեն նորից լավ չէի հասկանում, but I looked at their faces. եւ հույս նայում եմ նրանց երեսներին, They were singing. նրանք երգում էին իմ համար։ And I see those children and the joy that they brought me. Եվ ես երբ որ տեսնում եմ այդ երեխաները, նրանք ինձ ուրախություն բերեցին։ Who gave us those children? Եվ ով է տվել այս երեխաներին մեզ։ God. Աստված։ Hallelujah. Hallelujah. Եվ Աստված է տվել այդ դեպքում փառք Տիրոջը, We should օրհնեցեք Տիրոջը։ always do that. Եվ սրա համար դուք պետք է ուղղակի ալելույա ասեք Տիրոջը։ Yeah. Now let me ask you, how do you praise God? Թույլ տվեք հարցնել ձեզ, թե դուք ինչպես եք օրհնում Տիրոջը կամ գովաբանում Տիրոջը։ I mean, this sounds nice to say this, right? Շատ հրաշալի հնչում է, երբ որ սրա մասին կարդում ենք կամ խոսում ենք։ But if all of us are to praise God, how do you do that? Եվ եթե մենք բոլորս այս բանը սկսենք օրհնել Տիրոջը, ինչպես դա պետք է անենք։
Yeah, some of you are going to leave the service this morning, Շատերը ուղղակի պետք է հեռանան, հա, երբ որ ավարտվի պաշտամունքը, and somebody may ask you, well, what did he talk about? եւ դրսում երբ որ հեռանաք այստեղից հարցները բայ լավ այնտեղ ինչ էին խոսում։ And you may say, well, he talked about Psalm 148 and hallelujah, hallelujah. Եվ ինչ եք ասելու, ասել եք 148 Սաղմոսից էր, խոսում էր ալելույայի մասին, ալելույա, ալելույա, անդադետ ենք լսում, But your walk and your talk need to be the same. բայց ինչպես դուք քայլում եք եւ ինչպես դուք խոսում եք, պետք է լինեն նույնը, պետք է բռնեն իրար հետ, այսպես ասած։ My walk talk should be the same as my talk. Իմ քայլելն ու խոսելը պետք է բռնեն նրա հետ, ինչ պետք է լինեն նույնը, ինչ որ ես խոսում եմ, կամ խոսքը խոսքից հետ պետք է բռնի, այսպես ասած։ Yeah, many Christians go to church and they have good talk. Երբ որ քրիստոնյաները կամ հավատացյալները գալիս են եկեղեցի, իրանք լավ խոսում են, լավ խոսքեր են խոսում։ But as soon as they get home, they have no walk talk. Their walk doesn't mirror their talk. Բայց երբ որ վերադառնում են տուն, նրանց քայլերը ասած խոսքի հետ նույնը չեն համատեղում։ Yeah, each of you should have your walk talk be the same as your talk. Դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է իր խոսացած խոսքը քայլերի հետ նույնը լինի։ So I want to give you a couple verses to challenge you. I want to challenge you on this. Եվ այսօր ուզում եմ այսպես ասած այս մարտահրավերն հետեմ, մի քանի հատվածներ բերելով Աստվածաշնչից։ Ephesians 4:1. Եփեսացիս 4:1 Արտաղաչում եմ ձեզ ես Տիրոջ համար կապվածս Sorry Yeah. Ephesians 4:1. Okay, yeah. Got it? Yeah, I implore you to walk in a manner worthy of your calling. Որ այնպես գնաք, ինչպես որ կվայել է այն կոչումին, որի մեջ կանչվեցաք։ Այստեղ գնալու մասին է խոսքը։ Yeah, Ephesians 4:1 says, make sure your walk talk is the same as your talk. Այլ կերպ ասած, Եփեսացիս 4:1-ը խոսում է նրա մասին, որ ուշադրություն դարձնեք նրան, թե ինչպես եք քայլում, եւ ձեր խոսքը ձեր գործի հետ նույնը լինի։ So that's important to me. Am I walking in a manner worthy of my salvation? Եվ ես իմ համար շատ կարևոր է, որ իմ քայլերը ցույց տան կան լինեն համապատասխան իմ փրկությանը կամ իմ փրկված լինելուն։ What am I doing in my life today that I need to change my walk? Եվ հարցը հետեւյալի մեջ է. ինչ եմ ես իմ առօրյա կամ այսօրվա կյանքում անում, որպեսզի փոխեմ իմ քայլերը, որը որ չի համապատասխանում իմ խոսքի հետ։ Go ahead and read Colossians 1:10. Կողոսացիս 1:10 Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք եւ աճեք Աստծո գիտության մեջ։ Yeah, Paul says, I implore you that you walk in a manner worthy of the Lord. Այլ կերպ ասած, ասում է պետք է այնպես քայլեք կամ այնպես ապրեք, որը որ արժանի լինի Աստծուն։ See, if all the kings and princes are to hallelujah, Եվ եթե բոլոր թագավորները եւ պրինցը իշխանները ուղղակի ալելույա ասեն Տիրոջը կամ փառաբանեն օրհնեն Տիրոջը, if the young children and young men and women are to praise the Lord, եւ երեխաները, երիտասարդները նույնպես պետք է օրհնեն Տիրոջը, and as some of you older men and older women are to hallelujah, եւ ձեզանից ոմանք էլ արդեն տարեց են կանայք եւ տղամարդիկ նույնպես պետք է օրհնեն Տիրոջը, ասեն ալելույա։ well, how do I do that? Ինչպես է դա պետք է անեմ։ I walk in a manner worthy of my calling. Ես պետք է քայլեմ այնպես, ինչպես որ արժանի է իմ կանչվածությանը։ I walk in a manner that reflects greatly on God. Եվ այնպես պետք է քայլեմ, իմ քայլերը պետք է արտացոլեն Տիրոջը։ If I'm a Christian, I act like I'm a Christian. Եվ եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պետք է գործեմ ինչպես քրիստոնյա։ And let's go ahead and read Romans 12 verses 1 and 2. Եվ եկեք տեղափոխվենք Հռոմեացիս, Romans 12, 1 and 2. Հռոմեացիս 12, առաջի երկու համարները։ Sorry. Արտաղաչում եմ ձեզ եղբայրք, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Am I living a life that's acceptable to God? Արդյոք ես ապրում եմ այնպես, ինչը որ ընդունելի է Աստծուն։ Am I being transformed by the renewing of my mind? Արդյոք ես նորոգվում եմ կամ իմ մտքի նորոգությունով։ Am I willing to learn the Bible? Արդյոք ես
ունեմ այդ ցանկությունը սովորել Աստծո խոսքից։ Am I actively reading the Bible and learning and renewing my mind? Արդյոք ես ակտիվորեն կարդում եմ Աստվածաշունչը եւ իմ մտքի նորոգությամբ զբաղված եմ։ Am I teachable? Am I willing to be taught? Արդյոք ես ունակ եմ լսելու, սովորելու։ And if I'm teachable, am I changeable? And am I willing to be changed? Եվ երբ որ ես ունակ եմ լսելու, սովորելու, արդյոք ես ունակություն ունեմ փոփոխվելու ընդհանրապես։ Եվ արդյոք ցանկություն ունեմ փոխվելու, թե ոչ։ Yeah, I can have all the vision in the world about loving God. Եվ տարբեր տեսակի, չգիտեմ, պատկերացումներ կարող եմ ունենալ, թե ինչպես պետք է սիրեմ You Աստծուն։ know, I can come up here and sing songs and everybody goes hallelujah, hallelujah. Ես կարող եմ գալ այստեղ, սկսել ինչ-որ երգեր երգել հոգևոր, ձեզանից բոլորն էլ տեսնեն, ասեն ինչ հրաշալի է, ասեք ալելույա, ծափահարեք։ But am I teachable? Am I willing to be changed? Բայց արդյոք ես ունակ եմ սովորելու նորը եւ ունեմ այդ ցանկությունը փոփոխվելու։ Am I willing to present my body as a living and holy sacrifice? Արդյոք ես ունեմ այդ ցանկությունը իմ մարմինը ներկայացնելու որպես զոհաբերություն Am Տիրոջը։ I willing to give things up to honor my God? Արդյոք ես պատրաստ եմ ինչ-որ բաներից հրաժարվել, որպեսզի պատվեմ Աստծուն։ Yeah, that's what it means to hallelujah, hallelujah. Ահա թե ինչ է նշանակում, երբ որ դուք ձեր բերանից արտաբերում եք ալելույա։ If you're a Christian today, and I know you are, Եվ եթե դուք այսօր, եւ դուք եթե հիմա քրիստոնյա եք, եւ ես գիտեմ, որ քրիստոնյա եք, you should be different than what you were before you were a Christian. դուք պետք է տարբերվեք ձեր նախկին մարդ լինելուց։ Այսինքն մինչև ձեր քրիստոնյա դառնալուց պետք է տարբերվեք։ The highest heavens praise the Lord. Եվ երկինքը, բարձր երկինքը օրհնում է Տիրոջը, The earth and all the animals and the creatures and praise the Lord. երկիրը եւ նրա վրա բոլոր ստեղծագործությունը նույնպես օրհնում է Տիրոջը, And each of you, every day, եւ մեզանից յուրաքանչյուրը ամեն օր, and me, every day, եւ ես նույնպես ամեն օր I should say hallelujah. պետք է ասեմ ալելույա։ But it means that I'm going to be teachable and I'm going to change. Բայց դա նշանակում է, որ ես պետք է ունակ լինեմ կամ պետք է լինեմ սովորող եւ փոփոխվող, Because my God is the creator God. որտեվ իմ Աստվածը արարիչ Աստված է։ And he saved me. Եվ ինքը փրկել է ինձ, He sent his son to die on the cross. ուղարկել է իր որդուն, որպեսզի խաչի վրա մահանա։ Church should never be a game. Տեսեք, եկեղեցին երբեք պետքա խաղ ու պարզ չլինի, խաղ չլինի։ I can tell you that in America, for many Christians, it's just a game to show up one day a week. Ես կարող եմ ձեզ ասել հստակորեն, որ Միացյալ Նահանգներում, շատ եկեղեցիներում, շատ հավատացյալների համար դա ուղղակի խաղ է, ամեն կիրակերը ուղղակի լինել եկեղեցու։ When I leave here today and you leave, Եվ երբ որ մենք հիմա այսօր ես եւ դուք այստեղ ապրում ենք, I will stand in front of the mirror. ես կանգնած եմ հայլու առջև։ I will look to heaven Ես նայում եմ երկինք and I will say hallelujah. եւ ես Hallelujah. պետք է ասեմ ալելույա։ Now let's wrap it up. Act 4. Եվ եկեք ամփոփենք 4-րդ ակտով։ It's just two verses. Եվ վերջի երկու Go համարներն ahead են։ and read it, 13 and 14. Վերջի երկու համարը 13-14։ Օրհնեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունը բարձր է, նրա փառքը երկնքից եւ երկրից վեր է։ Եվ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր ամեն սրբերի Իսրայելի որդկանց, իր մոտի ժողովրդի օրհնությունը, ալելույա։ Yeah, 13 and 14 are the reason that we say hallelujah. Եվ 13 ու 14 համարները պատճառն են, թե ինչի մենք պետք է ասենք ալելույա։ We just don't say it to sing it in a song. Մենք ուղղակի չենք արտաբերում այդ բառերը, որտեղ երգում այդպես են գրված։ Oh, we should do that. The song was beautiful. It was a beautiful Դա song. չի նշանակում, որ երգը երգում ենք այդպես գրված է, չպետք է անենք։ Դա անում ենք, որտեղ գեղեցիկ երգ է գրված, մեջ այդ բառը օգտագործված է, We say it because his name alone is worthy of praise. բայց դա երբ որ անում ենք, պետք է հասկանանք հետևելը, որ միայն իր անունն է արժանի, որպեսզի գովաբանենք ու The օրհնենք, name of Yahweh alone, there is no other worthy to be exalted. որտեղ Յահվեն է միակ անունը, որը որ գոյություն ունի, որին որ արժի պաշտել, որին արժի փառքել, All that փառավորել։ all that I am or ever hope to be, Sorry։ all that I am or ever hope to be in my life, Ինչ էլ որ եմ ես հիմա, կամ հույս ունեմ, որ իմ կյանքում պետք է լինեմ, all 20 of my grandchildren, իմ բոլոր 20 թոռները, yeah, my wife, my family, everybody, իմ կինը, իմ ամբողջ ընտանիքը յուրաքանչյուրը the mere fact that I'm standing here today, Դեմ փաստը, որ ես հիմա այստեղ այսօր կանգնած եմ, God allowed me to do that.
դա Աստծո թույլտվության, թողտվության շնորհիվ է, I deserve nothing. որտեղ ես արժանի եմ ոչինչի։ I am nothing by Ye- myself. Եվ ես ինքս ինքնուրույն ինձանով ուղղակի ոչ մեկ եմ։ I am nothing except God loved me. Ես ոչինչ եմ, միայն մի հատ բացառություն կա, որ Աստված ինձ սիրում է։ And He saved me in spite of myself. Եվ ինքը ինձ փրկեց ինձանից, այսպես And ասեմ։ what does it mean when it says He has lifted up a horn for His people? Եվ He's երբ որ- lifted up a horn for His Եվ people. երբ որ մենք 14-րդ համարում ընթերցում ենք հետևյալ տողերը, երբ որ ասում է նա բարձրացեց իր ժողովրդի եղջյուրը, ինչ է սա նշանակում։ In the Hebrew, when the horn sounded, Եվ հрьяաների մոտ, երբ որ այդ եղջյուրի փողը հնչում էր, that's a symbol of strength, of added strength. սա խոսում է դրա մասին, ոնց որ զորություն է գալիս, իրանք զորանում էին։ There will be at the sound of the trumpet for you and I. Եվ այսօր մեզ համար նույնպես այդ փողի հնչյունը ձայնը պետք է լինի։ And at the sound of the trumpet, the dead in Christ will rise. Եվ եթե հիշում եք, երբ որ այդ փողը հնչի, պետք է նրանք ովքեր Քրիստոսով ննջեցյալներ էին, հարություն առնեն, And we who are living, we will be brought up to meet our եւ նրանք Savior. ովքեր որ այդ ժամանակ կլինեն ողջ, նույնպես այդ ձայնի հետ միասին փրկվածն նույնպես հարություն կհապշտակվեն, All the pain and suffering we've been through, եւ այն բոլոր ցավն ու տառապանքը ինչի միջով որ մենք անցել ենք, at the sound of the horn, at the sound of the trumpet, այդ փողի ձայնով we will be renewed in strength. We will be with our Savior. հենց այդ պահին միանգամից կզորանանք եւ կբարձրանանք մեր փրկչի ու առաջի մոտ։ And you know what I say about that? Եվ գիտեք ինչ եմ ես սրա մասին ասում։ You know what my reaction is? Գիտեք իմ արձագանքը սրան ոնց է։ Hallelujah, hallelujah. Ալելույա։ Okay, thank you. May God bless you. Շատ շնորհակալ եմ ձեզանից, Now- թող Աստված օրհնի Now, ձեզ։ to make me feel good, make me feel really good, Եվ եթե ուզում եք ինձ լավ զգամ, ես իրոք լավ զգամ, on the count of three, I'm going to go 1, 2, 3. երբ որ ես մինչև 3-ը հաշվեմ, ես 3-ը ասեմ, I want to hear 3 times. Hallelujah, hallelujah, hallelujah. խնդրում եմ 3 անգամ ուղղակի հետևից արտաբերեք ալելույա բառը։ And say it from your heart with passion. Եվ խնդրում եմ տենց էքսպրեսիայով արտաբերեք։ Ձեր սրտի խորքից թող գա։ We're going to say, can you do that? Կարող եք դա անել, թե ոչ։ Ready? Պատրաստ եք։ Okay. And right now, there's angels. You don't see them, but they're all around here. Դուք իրենց չեք տեսնում, բայց համոզված եղեք, որ ձեզ շրջապատում են The հրեշտակներ։ angels are watching you right now. Հիմա հրեշտակները ձեզ նայում են։ And you're going to say, hallelujah, hallelujah, hallelujah. 3 անգամ ասում եք ալելույա։ 1, 2, 3. Հալելույա, հալելույա, հալելույա։ Hallelujah. Amen. Ամեն։ Let's have a word of prayer. And then I Եկեք close. աղոթքով ամփոփենք։ Father God, thank you for this beautiful church. Հայր Աստված, շնորհակալ եմ քեզ գեղեցիկ եկեղեցու համար։ Father, I just have so much joy being here. Հայր, ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում։ Father, I love each and every one in this church in Armenia. Հայր, ես շատ եմ սիրում այստեղ գտնվող յուրաքանչյուրին And Father, Հայաստանում։ my prayer is Yes, that yes, when we leave, we all say, hallelujah. Եվ թույլ տուր, որ մենք յուրաքանչյուրս, որ այստեղ ապրում ենք, կարողանանք ասել ալելույա քեզ։ And Father, as you require us to say, Եվ ինչպես դու պահանջում ես, որպեսզի մենք ասենք, Father, there may be someone here today կարող են լինել ոմանք այստեղ, that maybe has never put their faith or trust in Jesus Christ. որոնք որ իրենց հույսը եւ հավատը չեն դրել Հիսուս Քրիստոսի վրա։ So, Father, salvation is so clear and so simple Հայր, փրկությունը շատ པարզ եւ հստակ է։ that if we believe that Jesus is God, Եվ որ եթե մենք հավատանք, որ Հիսուսը Աստված է, if we believe that He was sent by you to die on the cross for our sins, որ նա ուղարկված է քո կողմից խաչի վրա մահանալու մեր մեղքերի համար, and that He was buried and that He rose again, որ նա թաղվեց եւ հարություն առավ, Father, we are children of God, we are saved. դրանով մենք քո զավակներն ենք ու փրկված ենք։ So, Father, if there's someone here today that does not know Jesus Christ, Եվ եթե կա հիմա մեր մեջ գտնվող մեկը, որ Հիսուս Քրիստոսին չի ճանաչում, then, Father, I would pray that we see the miracle unfold. եւ ուղղակի քեզանից աղաչում եւ աղոթում, որպեսզի այդ հրաշքը լինի այդ մարդու That կյանքում, we տեսնենք մենք դա, experience the Holy Spirit moving on that person. եւ մենք տեսնենք, թե ինչպես է Սուրբ Հոգի նրա վրա գալիս։ And I would invite that person just to see me or to see Pastor Edward or come forward
Եվ եթե այդ անձը կա եւ ցանկություն կունենա, կարող է հետո ինձ մոտենալ կամ հովիվ Էդիկին մոտենալ, and trust in Christ as their personal Savior. որպեսզի իր կյանքը իր անձնական փրկչին Հիսուսին հանձնի։ All this I ask in the name of Jesus. Ինչն էլ որ այստեղ խնդրեցի, Հիսուսի անունից խնդրեցի, And Father, I'm going to say amen, Հայր, ես պետք է ասեմ ամեն, but I'm also going to say բայց ես բացի դրանից պետք է նաև ասեմ hallelujah. Հալելույա, Hallelujah. Հալելույա, Amen. ամեն։